Արդյոք Պակրատ Սրբազան երկար ժամանակով պիտի մնա փանդի ջաղերու յետին Պակրատ Սրբազան իրավամբ պիտի դառնա ամբողջ ընդդիմության իրական առաջնորդը ինչու Հայաստանի ընդդիմությունը շվարած է այսօր այս բոլորի առընթեր վարչապետ Փաշինյանի գրառումները կշարունակվին մեծ թափով վարչապետ Փաշինյան ինչ պիտի շահի այս բոլորեն եւ դեպի ուր գրնա երտալ Եկեղեցի իշխանություն Սուրբ Պայքարը ի վերջո բոլորը կպատրաստվին ընտրություններուն սակայն մինչև այդ ընտրությունները ինչ զարգացումներու սպասեն Բարև ձեզ արևելքի հարտակով Անցնող ժամերու կարևոր զարգացումներու մասին մի խոսիմ այսօր ինչ հանգամանքներու դակ Պակրատ Սրբազան ձերբակալվեցավ եւ անշուշտ երկու ամսվա գալանքի դակ է ինչ հետևանքներ կրնա ունենալ այս կարևորագույն զարգացումը եւ դեպի ուր կընտանա ընդհանուր Հայաստանի ներքաղաքական կյանքը Նախ պետք է հիշեցնեմ, որ ընդունինք կամ ոչ Պակրատ Սրբազանը գար ժամանակի մեջ դարձավ ընդդիմադիր կարևոր թևի ներկայացիչը ավելին խորհրդանիշը ինչ պայմաններու դակ այդ խմորումները եղան բոլորս ականատես եղանք թե ինչ քայլերով զարգացավ այդ բոլորը Դերևս անսպասելի էր իրեն համար, Պակրատ Սրբազանին համար, որ ան բարդավորված պիտի լա իր վրան վերցնել ընդդիմության ամբողջ փերը եւ մինչ շատ-շատեր դրական ինչ-որ սկացում դրական մոդեցում ունեին Պակրատ Սրբազանի հանդեպ, շատեր հիաստապվեցան Պակրատ Սրբազանին, որովհետեւ անոնք իրավամբ պատրաստ չէին ընդունել այն կաղապարը, թե հայ եկեղեցականը գտարնա ոչ միայն ընդդիմության խոսափողը, այլ նաև ընդդիմության վարչապետի տեխնազուն։ Ինք Պակրատ Սրբազան գործեց մեծ սխալներ, որոնք վնասեցին այդ շարժման եւ ինչպես գիտեք, մարդկային բնության հետ սխալներու մեծացման հետ մարդը սկսի հարցումներ տալ Սայթակումներ ունենալ, նաև մենք նկատեցինք խոսույթի փոփոխություն, որովհետև երբ դու քաղաքական պայքարի մեջ ես, չես կրնար գարմիր գիծերը չհարկել։ Այն իմաստով, որ ոչ թե անհատը վիրավորելու մասին կխոսիմ, այլ քու փարաբաշարդ գլա երկսայրի։ Այդպիսով կհարվածես ոչ միայն իշխանություններուն, այլ կհարվածես նաև քու վարգիտ քու արժանահավատությանդ եւ ասոր օրինակները մեկը օրինակ 15 վարգյան տվավ Պակրատ Սրբազան վարչապետ Փաշինյանին որ հրաժարի հետո այդ 15 վարգյանը դարձավ գեշ ժամ 45 րոպե եւ այսպես տարբեր արիտներով տարբեր խոստումներ հանրության որոնք իրոք գուկային խորքային բանջներ է այսինքն արմադական ընդդիմության Ցեվագերբումներն էին, բայց Պակրատ Սրբազան գիտեր արդյոք Պակրատ Սրբազան, որ ուներ բավարար ուժ այդ բոլորը կորզատրելու համար հարցական է։ Եվ այս հարցականը գտանի դարբեր դեղեր, որոնք նաև ենթադրել գուտան, թե ընդդիմությունը միահամուր չէր Պակրատ Սրբազանի քաղաքապարներուն կամ պատրաստ չէր այդ քաղաքապարներուն հետ մինչև վերջ երթալու կամ պայքարելու։ Արիտներ ունեցավ այդ ընդդիմությունը եւ շատերու կարծիքով վերջին տարիներու ընդդիմության դարբեր փորձերուն առընթեր Պակրատ Սրբազանի շարժումը ամենեն յուրահատուկներ, ամենեն մարտաշատներ, ամենեն թիրախայիններ եւ այլն եւ այլն։ Հիմա այնինչ որ կտեսնենք, նկատեցինք, թե ընդդիմությունը այդքան ալ դխուր չէ այս Ձերբակալության առընթեր եւ եթե իրոք այդպես լար մենք պիտի նկատեինք անշուշտ որ ընդդիմությունը ոչ թե հարյուրներով այլ հազարներով փողոց պիտի իջնե եւ սկսի անհնազանդության գործողությունները ու բահան չէ Պակրատ Սրբազանի ազատ արձակումը
ընդդիմության համար այդ մեկը պիտի դառնար raison d'être, գոյության իմաստ, գոյության պատճառ, բայց ըստ երևույթին այդպես չէ եւ շատ խաղաղ ժամեր են Հայաստանի մեջ եւ խաղաղ այս ընթացքը պիտի դանի որոշակի այլ գործընթացներու, որոնք չի բացառվիր, որ տեղի ունենան որոշակի փոցավարումներ, բայց այդ ուժը ըստ երևույթին կամ այն է, որ ընդդիմությունը իրոք կեդին չունի եւ գվախնա նայելու իր հասարակության աչքերուն տարբեր պատճառներով գրնակ բացադրել, կամ այն է, որ ընդդիմության համար դակավին աստեղային ժամը չէ եկած։ Անշուշտ այս բոլորը կդարվին զուգահեռ գործընթացներով Սամուել Ղարաբեդյանի գործընթացը, Կարեկին Գաթողիկոսի դեմ արշավը, որ կշարունակվի, եւ այսօր այս առանցքը, որ գոյացավ Բագրատ Սրբազանի ցերպակալումով նոր էջը պիտի բան Հայաստանի ներքաղաքական կյանքին առընթեր եւ մենք պիտի նկատենք թե ով ինչքան ուժ ունի անշուշտ այս բոլորը նաեւ կգադարվին այն բահուն երբ իշխանությունները կփորձեն այսպես զգոնության ազանքի լույսը վարել իրենց հասարակության համար, իրենց համագիրներուն համար, ասելու համար, որ դեսեք այս մարդիկ ինչ կմտածեին անել եւ ճիշտ ժամանակներ իրենց հաշվարկով այս ասենք ուժքին հարվածը դալ սրբազան բայկարի ասենք տիվ 1 բարակլուխին դեմ Անշուշտ այդ դվյալները, որ իշխանությունը բավական մեծ կեդին գործընծած է, ավելի շեշտագի դարձավ, երբ իշխանությունները գործընծուցին ընտրությունները Գյումրիի մեջ, ճիշտ է, որ ամենեն շատ քվեն քաղաքացիական պայմանակիրը ստացավ, սակայն չկարողացավ ունենալ այնպիսի մանդատներու թիվ, որուն շնորհիվ պիտի կարողանա, ասենք, քաղաքապետի Բաշտոնը ունենալ։ Սակայն Գյումրիի ընտրությունները երբեք որոշիչ չեն համապետական ընտրություններուն հետ, բայց նաև գա որոշ շրջանակներ կխոսին, թե վարչապետի վարկանիշը բավական անգում գրած է։ Հիմա այս մեկը թողնենք որպես վարկած։ Հիմա կարևորակույնը այն է, որ առաջիկային ինչ զարգացումներու կրնանք սպասել։ Նախ ինչ պիտի ընե ընդդիմությունը ինչպես պիտի կարողանա Բագրատ Սրբազանի ցերպակալումը գալանքի դակ առնվիլը վերածել միավորի եւ շարժել իր հանրությունը ստանալով այնպիսի համա քաղաքային կամ համա քաղաքական եւ ներքին զորակցությունը, որ պիտի վերածվի շարժումի։ Այստեղը կարևոր հարցատրում է, որովհետեւ գիտեք, երբ քաղաքական ցանկացած գործիչ բանդի ջաղերու յետին գայտնվի, այդ կնշանակե, որ այդտեղ ինչ որ ժամացույցի սլակները կրնան կործել ի նպաստ իշխանության զարմանալիորեն կամ ի նպաստ ընդդիմության, որը սпасելի է։ Մյուս կողմը թե ինչպես պիտի վարվի իշխանությունը այս բոլորի դիմաց առաջիկային նշանակված է ազգային ժողովի նիստ եւ կսպասվի, որ այնտեղ կարևոր հայտարարություններ հնչեն իշխանության կողմէ։ Ընդդիմության իրավիճակը բավական խոցելի է, մանավանդ որ երբ գխոսվի բռնի ուժով իշխանությունը վերցնելու վարկածներու մասին, երբ կցուցադրվի զենք զինամթերք, ինչ ալլա մագարտակը այդ զենքի զինամթերքի Հայաստանի քաղաքացիի մտքին մեջ կուրվակցվի հոկտեմբեր 27-ի դեսարանը ընդանուր եւ այդ մեկը անշուշտ գտարնա որոշ հենարամը, որ հանրությունը նույնիսկ եթե դժգոհ է այս իշխանություններեն, ետ կաշվի եւ ասենք դառնա ավելի անդարբեր Պամը, որ նաև մենք գրնանք նկատել առաջիկա ընտրություններուն, թե ինչքանով Հայաստանի քաղաքացիները պիտի մասնակցին այդ ընտրություններուն եւ այդ անշուշտ ցուցանիշ է, պատկեր է, իրականություն մնե այն խոցելի իրավիճակեն, որուն արչեւ Հայաստան կգտնվի, որովհետեւ այլընտրանքներու բացակայությունը մեկ կողմէ իշխանությունը կթուլացնե
մյուս կողմէ նաև անորոշություն կստեղծե, ինչ իմաստով իշխանություններուն վարգը կվնասե, որովհետև երբ իշխանությունը չունի լավ այլընտրանք, կշարունակե իր սխալ ոճով գործել եւ ինքզինքին վնաս հասցնել, ինչը որ եղավ կգարձեմ անցնող դարիներուն, որովհետև իշխանությունը չգադարեց իր վրա եղած բոլոր իր ստանցած բոլոր բարդավորությունները չգրծավ կամ չգադարեց, հանրությունը այդպես չընկալեր, որ չգրծավ կամ փորձեց, հանրությունը կընկալ է, որ արդյունքներ չտեսավ եւ ասեմ նաեւ որ այս զարգացումները մեծ միավորներ են իշխանության համար, նույնիսկ Կաթողիկոսի հարցով միավորներ են եւ ավելի ասենք կետնի վրա արգա լարվածությունը եւ արգա բաժանումը, բևերացումը երկու հասարակություններուն ավելիով գամրակրվին, անոնք որ Փաշինյանին կողմն են, արդեն կողմն են եւ ավելի գփարին իրեն եւ անշուշտ գհրջվին, որովհետեւ գիտենք որ Հայաստանի մեջ հասարակություն մգա, որ Կաթողիկոսին հանդեպ առնվազն ժխտական գեցվածք ունի, ինչ պատճառներով, որոնց մասին գալի է երկար խոսիլ, բացատրել, ներկայացնել։ Մյուս կողմէ այն հասարակությունը, որ Փաշինյանի արդեն Փաշինյանին թեմեր, հիմա պիտի հայտարարե, թե դեսեք ունեինք եկեղեցիմը անալ թիրախի դակ դարձավ, այդ հանրությունը չսեր, որ թիրախը Փաշինյանին համար ոչ թե եկեղեցիներ, այլ Կարեկին Կաթողիկոսներ անցամբ եւ ավելիով այդ հատվածը պիտի թշնամանա, ասենք Փաշինյանին թեմ եւ պիտի պատրաստվի իքին ամեն ինչի, իքին ամեն զոհության երտալ եւ քվեարկել։ Հստակ է, որ Հայաստանի մեջ այսօր իշխանապողության միակ ճանապարհը կշարունակե մնալ ընդրությունները։ Այսկե առաջ նաև ես այդ մասին գրավ դրած եմ, թե Հայաստանի հասարակությունը չի դանիր չողջուներ որևէ այլ ծևի իշխանապողության փորձեր, ինչքան էլ ընդդիմությունը փորձե ասենք գեներացնել, ներկայացնել, հորդորել, որ գրնան այլ միջոցներ լալ, փողոցային պայքար լալ եւ փողոքի արտահայտություններով, փողոքի գործողություններով կարելի լա ինչ որ բանի հասնել, բայց ըստ երևույթին այդ բոլորը սպառած են, վերջինը նաև impeachment-ի խնդիրներ, անվստահություն հայտնելու խնդիրներ, որ նաև ըստ երևույթին այսօր գոյություն չունի, կամ որոշակի ձևով կոմայի մեջ մտած է, որովհետև այլ գործընթացներ կան եւ հստակ է արդեն, որ ընդդիմության շարքերում մեջ ինչքան աղոտ է ընդհանուր պատկերը, որովհետև մենք կտեսնենք, թե ոչ բոլոր գործիչները միամուր ձևով դատապարտեցին Պակրատ Սրբազանի դեմ, ասենք եղած արարքը իրավաբաններու կայլերը, որոնք անշուշտ անկարող էին լալ, եթե հիմք մը չունենային։ Հիմա այդ ցայնակրությունները, զենքի կամ սուր իրերու եւ այլն, այդ բոլորը ինչ որտեղ իշխանություններուն, ավելի ճիշտ իրավաբան մարմիններուն հիմք դարձավ, որբեսի անոնք այսպես գդրուկ կայլերու երտան, նաև չմոռնամ հիշեցնել Civic կայքի կողմէ հրաբարակված փաստաթուղթը, որ պատրաստված է ըստ վերջին դեղեցություններուն դարիմ առաջ, որ գշարատրե եւ մանրամասն կներկայացնե, թե ընդդիմությունը ինչ կայլերու պիտի երտար եւ ինչպես պիտի այս ամբողջը իրականացներ ճագերտներու մեջ։ Այստեղ անշուշտ շատ կարևոր է նշել, որ եթե ընդդիմությունը ուներ այսպիսի պլան, ինչու անցյալ դարի չգործադրեց, ավելի հերուն երտամ, ընդդիմությունը հասած էր շատ քրիտիկ բահումը ազգային ժողովի դիմաց, սակայն հետո մենք սկացինք նահանջը, հիմա պիտի իսեք իշխանությունները չարտեցին, ինչ պիտի իներ իրավաբան զինվորը ոստիգանը, որ կանգնած էր ազգային ժողովի դիմաց, ուրիշ ձև գար վարվելու, կամ ի վերջո ինչ պիտի ինեին իշխանավորները պիտի հրամցնեին եւ իրենց իշխանությունը նվիրեին ընդդիմության, միշտ այդպես եղած է քաղաքական կյանքի մեջ եւ դակավին ավելի ասենք շատ մտեպքերով ավելի ծայրահեղ գործունեություններ եղած են Հայաստանի մեջ ապրողները բոլորը գիտեն եւ մեր հիշողության մեջ է մարտի 1-ի դեպքերը
որոնք այսինքն իշխանություններուն համար նաև արից կդառնան ավելի զորանալու, ավելի իրենց թիրքերը ամրապնդելու եւ այդպես եղավ։ Բագրատ Սրբազանը սկսավ նահանջել եւ վարչապետ Փաշինյանի իշխանությունը սկսավ ավելի զորանալ հագարակ այն խոսակցություններուն, որոնց մասին քիչ առաջ ագնարգեցի։ Հիմա այս բոլորի հետ համատեղ արդյոք այս բոլորի մեջ որոշակի քիծ մգա, որ գտանի, ասենք Սամվել Ղարաբեդյանի պատմության, դե ինչ կապ ունի Սամվել Ղարաբեդյանը այս բոլորի հետ, հեցի պատմության, լույսերու անջադումի խնդրին եւ մյուս կողմը եկեղեցվո դրսևորումները, որտեվ գախնիկ չէ, ես նաեւ այս հարցումը Բագրատ Սրբազանին տված եմ Արևելքի հետ հարցազրույցի բաուն, թե հոգեվոր բարձրակույն քերակույն խորհրդի ոչ բոլոր անդամները համաձայն են քու կորձելավոճից Սրբազան եւ այնտեղ հստակ էր, որ Սրբազանը պիտի փորձեր այդ հարցը ծևով մշրջանցել, ընդունելով եղբայրները իր եկեղեցվո։ Այստեղ մենք նաև նկատեցինք բեհապար հայրաբեդի գողմե որոշակի այսպես նահանջումը, որովհետև այն խոսքերը, այն արտահայտությունները, որ եղան վարչապետ Փաշինյանի հասցեին, իշխանության համար անմարսելի էին եւ այսօր այդ բոլոր անդրադարձները որոշ եկեղեցականներու կողմէ իրենց ասենք հավելյալ բաժարապանություն մի դիլան ավելի թեժ բայկար մղելու, որովհետև ինչպես ասի երկու կողմերնալ պիտի երթան սուր բայկարի եւ իրավիճակը ավելիով պիտի սրի մինչեւ առաջիկա ընտրություններ։ Այստեղ անդրամապանականը անշուշտ է, որ շատ վաղ ենք այդ ընտրություններեն, այսինքն ընտրություններուն գրեթե 1 տարի հերու ենք եւ ինչու այսքան շուտ սկսան, ինչու այսքան արագ սկսան այս բոլորը, արդյոք վարչապետ Փաշինյանին մոտ որոշ տվյալներ կան, որ մենք չենք գիտեր, թե ինչու այս ծևով իշխանությունները նախահարցակ եղան եւ արդյոք այլևս սպասելու դեղ չի գար, այս բոլորը հարցադրումներ են եւ մեզի կբացի ամբողջական տեղեկատվություն, այն բարակայի հստակ է, որ մենք դակավին հերույ ենք, շատ բյուրեղացում է, դակավին ինտիմատիր դաշտի մեջ եւս բյուրեղացման խնդիր կա, մյուս կողմը իշխանության մեջ մենք նաեւ գրնանք առաջիկային տեսնել որոշակի գործընթացներ, որովհետեւ իշխանությունը եւս պիտի ուզե ավելի մակրվիլ, ավելի ներսեն գոգվիլ եւ նոր անուններով այսպես վազել ընտրություններուն, ավելի ընդունված անուններով եւ անոնք որ թերացած են, անոնք որ հոգնած են, անոնք որ այլևս խաղին մաս չեն գազմեր, պիտի իդ կաշվին եւ իշխանությունը ինքնին վերադառնացնեն, նույնը պիտի լա ինտիմատիր ուժերու բարակային եւ այս բոլորի մեջ Բագրատ Սրբազանը իր ասենք իր գալանքի դակ կամ թե այդ համբերության դակ թե ինչ տվյալներ կրնա ունենալ եւ ինչպես պիտի ընտանան զարգացումները դատական գործընթացներուն հստակ չէ, սակայն ենթադրելի է, որ երկար փուլ մնե այս փուլը, երկար պիտի դեվե այս ամեն ինչը, մինչև ավելի հստակ պատկերներու երևելի դառնալը, ավարտին նաև ասեմ, որ բոլոր Հայաստանի հասարակության համար ամենակարևորը ներքին գայունությունն է, որ այսօր չկա Հայաստանի մեջ ցավալիորեն եւ առաջիկային գրնան նաև այսպիսի նման դեպքեր կատարվիլ, ինչպես ինք երեք ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ասավ, չեմ բացառեր, որ նման դեպքեր կամ բացահայտումներ կամ ասենք շարժումներ տեղի ունենան։ Այստեղ անշուշտ կարևոր է արտաքին կորձոնը, բայց հստակ է նաև, որ Հայաստանի հարցերուն միջամուխ դարձող կողմը, որ Ռուսաստանն է, մինչև այս պահը չուզեր ուղղակիորեն միջամտել, ինչ հաշիվներով դարված, բարձրապես հստակ է, որ շատ պիտի օրհնե Ռուսաստանը որևէ իշխանափոխության փորձ, պիտի գրնա զորակցիլ նույնիսկ, սակայն ոչ սկիզբը միայն վերջը քաղելու համար իր միավորները, նաև Ռուսաստանի համար շատ բարդ պիտի լա աշխատիլ նոր իշխանություններու հետ, որոնք ավելի մոդիկ կհամարվին իրեն, որովհետև այդ նոր իշխանությունները գրնան հավելյալ փերը լալ
եւ բանջներ ունենալ ռուսական կողմեն իրենց հանրության արչեւ իրենց ունեցած խոստումները իրականացնելու համար, որովհետև խաղը այնքան մեծ է տարածաշրջանի մեջ եւ Հայաստանի աստեցության կոդիները, աստեցության ուժը, ներկայությունը կամ որոշիչը լալու դվյալները շատ նոսրացած են։ Այդպես էին անցյալին, վստահ չեմ, բայց այդքան թույլ էր Հայաստանը անցյալ փուլերուն պատասխան չունիմ, բայց եւ այնպես հստակ է, որ այսօր Հայաստան անպայման որևէ դրական դինամիկամը ստեղծելու համար լա թշնամի Ադրբեջանի հետ, լա ընդհանուր Հայաստանի անվտանգության վիճակներուն հետ, լա արցախցիներու իրավունքին գապված առանցինն ոչ մեկ բան գրնա անել։ Անշուշտ այս բոլորի մասին պիտի խոսենք արևելքի արտագով, իմ հորտորս պապակս ձեզի հարգելի ագնտիրներ հետևեցեք մեր լուրերուն, լայք մսեղմեցեք, դարածեցեք մեր դեսանյութերը, նաև չմոռնամ ասել, որ մերձավոր արևելքի թեժ զարգացումներով դրվածքով չմոռնաք միանալ Telegram-յան մեր ալիքին, այդ ալիքի մեջ ժամը ժամին մենք կփորձենք թարմ լուրեր հրամցնել մեր սիրելի ագնտիրներուն հետևորդներուն բարի մցես։